Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, նախ շնորհավորում եմ ձեզ եւ ձեզ հարցունավետ հարգասաբեր աշխատանք եմ մաղթում 9-րդ գումարման ազգային ժողովի նախագահի կարգավիճակում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պատիվ ունեմ ներկայացնելու ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից առաջադրված Հայկ Արսենիկ Օնջարյանի թեկնածությունը։ Հայկ Արսենիկ Օնջարյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 30-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 10 թվականին նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 13 թվականին պետական համալսարանի ասպիրանտուրան։ 14-ից 18 թվականներին ծավալել է հրապարակախոսական գործունեություն, հեղինակելով մի շարք վերլուծական եւ հրապարակախոսական հաղորդաշարեր, մասնավորապես մի քանի հարց, մի խոսքով Ագորա հաղորդաշարերը։ 11-ից 15 թվականներին հանդիսացել է ազգային ժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամ։ 17-ից 18 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում որպես ելք խմբակցության փորձագետ։ Հայկ Օնջարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ գումարման падգամավոր։ 18 թվականի մայիսին Օնջարյանն ընտրվել է ազգային ժողովի падգամավոր ելք խմբակցության կազմում։ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայկ Օնջարյանն ընտրվել է ազգային ժողովի падգամավոր ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից հանդիսանալով «Իմ քայլը» խմբակցության անդամ։ 7-րդ գումարման խորհրդարանում Հայկ Օնջարյանը գլխավորել է ազգային ժողովի պատվիրակությունը ՀԱԿ խորհրդարանական վերաժողովում։ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Օնջարյանն ազգային ժողովի падգամավոր է ընտրվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 21 թվականին Օնջարյանն ընտրվել է 8-րդ գումարման ազգային ժողովի կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար եւ պաշտոնավարել մինչեւ գումարման ավարտը 2026 թվականը։ Հայկ Օնջարյանը 8-րդ գումարման խորհրդարանում հանդիսացել է Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ։ Ծավալել է ակտիվ գործունեություն խորհրդարանական դիվանագիտության բնագավառում։ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակով։ 2025 թվականի սեպտեմբերին կայացած համաժողովի ժամանակ Հայկ Օնջարյանն ընտրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։ Ամուսնացած է, ունի 2 երեխա եւ բոլորս հարգելի գործընկերներ ճանաչում ենք պարոն Օնջարյանին, նրա քաղաքական գործունեությունն եւ անցած ճանապարհը, հետեւաբար առաջարկում եմ խորհրդարանին կողմ քվեարկել Հայկ Օնջարյանի թեկնածությանը որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, այժմ կարող եք հերթագրվել պարոն Հովհաննիսյանին հարցեր ուղղելու համար։ Հերթագրում։ Հերթագրվել է 2 падգամավոր, առաջինը Գեղամ Մանուկյանն է, համեցեք։ Պարոն Հովհաննիսյան, ներկայացրեցիք հանգամանալից պարոն Օնջարյանի կենսագրությունը, մասնավորապես նաև նշելով, որ երիտասարդ տարիներին, ուսանող տարիներին կարծեմ եղել է ազգային ժողովի երիտասարդական խորհրդարանի падգամավոր։ Խնդրեի ուղղակի ճիշտ է քաղաքական գործին համապարփակ ներկայացնել, որպեսզի հասարակությունը նաև շատ ավելի լավ պատկերացնի։ Որքան ես տեղյակ եմ, այդ ուսանողական տարիներին Հայկ Օնջարյանը 11-12 թվական, եթե չեմ սխալվում, եղել է այդ ժամանակվա հանրապետական խմբակցության խորհրդարանի падգամավոր Վարամ Մկրտչյանի ղեկավարած ՀԺԱՄ կուսակցության երիտասարդական միության ղեկավարը։ Հետո եղել է նաև Լուսավոր Հայաստան կուսակցության առաջին դեմքերից ու ոչ երկրորդական կարևոր դեմքերից մեկը, բայց ձեր ներկայացած կենսագրականում դա չկար, ուղղակի վրիպակ էր, թե որոշել եք այդպես վերախմբագրել։ Ես ներկայացրեցի պարոն Օնջարյանի կենսագրությունն այնպես ինչպես ներկայացրեցի։ Ձեր հնչեցրած հարցադրումները ես հիշում եմ, որ էլի են հնչել տարբեր ժամանակներում եւ ստացել են պատասխաններ եւ կարծում եմ պարոն Օնջարյանն իր ելույթի ժամանակ ավելի մանրամասն իր կենսագրության վերաբերյալ ձեր հարցերին կպատասխանի։ Շնորհակալ եմ։ Արձագանք։
Գանք հարցերն ավարտվեցին, պարոն Հովհաննիսյան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի գործընկերներ, այժմ ազգային ժողովի նախագահի տեղակալի